Ձեր տղաները կարող են որևէ առնչություն ունենալ այս դեպքի հետ։ Ես կարող եմ ձեր հարցին պատասխանել, որ իմ տղաներս այդ տեսակի ազնվորություն չին, այդ դաստիարակությունը իրանք չունեն, ինչ մնում է գյուղապետ Հրաշ Մուրադյանի հետ կապված, մենք եւ ես եւ իմ տղաներս մենք ունեցել ենք լավ փոխհարաբերական փոխհարաբերության մեջ ենք եղել, մենք այդ ազնվորության հետ ոչ մի խնդիր չունենք, իմ տղաներս 100,000% ես ասում եմ, որ իրանք այդ մարդիկ չեն, եթե այդ մարդիկ կլինեն, թող իրանք մինչև վերջ գնան, եթե չէ, այս ով ինչ արելա, իրանք այդ երեխեքի համար պատասխան են տալու, ես այդ կան բան կարամ ապացուցեմ, հիմքերն էլ կա, ստուգել են, Պաժալուստա մնացած սաղ զնումները ամեն ինչը կանեն, ես 100% և իմ հետ շփվող մարդիկ և ճանաչող մարդիկ երբեք չեն կարող մտածեն, որ իմ տղաները այդ տղաներն են, ու արդյունքները ցույց կտա, ես իմ բառերին տեր եմ։ Մոտ 30 հոգու են հարցաքննել ոստիկանությունում, ձեր կարծիքով ինչու հենց ձեր տղաներին ձերբակալեցին։ Այդ արդեն ինձ թվում է շատ մարդկանց թող տա տեղիք մտածելու։ Ես կարամ ասեմ, որ իմ երեխեքս այդ հարցի հետ երբեք կապ չունեն, իսկ ինչի համար են իրենց ձերբակալե, դա արդեն թող իրանք պարզաբանեն, ինչ է նշանակում, եթե սպիտակ նիվա ունես, ուրեմն պետք է գաս եւ գնաս հասնես, ես իմ չգիտեմ որտեղ։ Հիմնական խնդիրը եղելա, որ սպիտակ նիվա է, այդ նիվաների վերաբերյալ են, այս մարդկանց տարե հասցրե այդ տեղը։ Գյուղում միայն դուք ունեք սպիտակ նիվա։ Գյուղում շատ սպիտակ նիվա կա, բայց ինչն է պատճառը, ես չեմ կարող ասել, ինչի համար են այդ սպիտակ նիվաների համար տարել այդ երկու երեխային։ Այսինքն ձեր կարծիքով մեղադրանքը անհիմն է եւ պետք է բաց թողնեն իրենց։ Միանշանակ իմ երեխեքս այդ դաստիարակությունը չունեն, ոչ էլ այդ կառուցվածքը ունեն, ոչ էլ կարան այդեն ցանցագործ լինեն։ Մանավանդ գյուղապետ Հրաշ Մուրադյանի վերաբերյալ։ Ես այդ կան բանը կարամ ասեմ։ Իսկ որն է ձեր գնահատականը կատարվածի հետ կապված։ Կատարվածը ես այս դեպքը երբեք չեմ կարողանում նայել, որտեվ Հրաշ Մուրադյանը այս պրոշանի հասարակության և ժողովրդի համար իր աշխատած տարիների հետ շատ մեծ աշխատանքներ ունի, որպես գյուղապետ, որպես այս ժողովրդի գյուղապետ մարդը շատ գործեր է արել ժողովրդի համար եւ մենք այդ տիպի գյուղապետ չենք ունեցել երբեք։ Ցավում եմ այս դեպքի հետ կապված Հրաչ Մուրադյանին, իր հարազատներին։ Տեղեկություններ կան, որ ձեր տղաները Հրաչ Մուրադյանի նախկին մրցակից Արտուր Մուրադյանի թիմակիցներն են, դա ճիշտ է։ Երբեք ես այդեն չեմ ասի։ Իմ տղաներս ոչ մեկի թիմակիցներ չեն։ Իմ տղաներս ընդամենը այս գյուղի հասարակության ապրող հասարակության պես միած սովորական մարդիկ են, իրանք գյուղապետի այդ ձգտողական ոչինչ չունեն, իրանց համար ինչ տարբերություն, նա մյուսը, ընդամենը ես կարամ ասեմ, որ Հրաչ Մուրադյանը շատ նորմալ իր պաշտոնի եղած ժամանակ կատարել է շատ բարեխիղճ աշխատանքներ, ընդամենը ես այդ կարամ ասեմ։ Այս ամեն ինչը իմ երեխաների նկատմամբ անարտարացի է, թող ամեն ինչ քննությունները գնա պարզաբանվի։ Արտուր Մուրադյանը մեզ հետ զրույցում չի հերքել, որ գյուղապետի ընտրությունների ժամանակ ձեր տղաները իր կողքին են եղել, դա ճիշտ է։ Իմ տղաներս Մուրադյանի հետ, Արտուր Մուրադյանի հետ ընկերներ են։ Բայց ինչ մնում է, որ ասեմ նրանք այս ուղղությունը եւ այս ուղղությունը բեն համեմատեն իրար, որ իրանք կարան ասես բաներն են, դա այդպես բացառվում է։ Հրաչ Մուրադյանին իմ տղա շատ հարգում է, շատ ընդունում է, նորմալ վերաբերմունք եղել է փոխադարձ։ Ես չգիտեմ այնտեղ ինչ խնդիր է,
գյուղապետի, մյուսի մեզ չերդակրկրող հարցեր են։ Լավ, ձեր կարծիքով ով կարող է լինել նման դեպքի հեղինակը այս սպանության։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ես այտենց մտածելակերպ չունեմ, այտենց տեսակ չէ, որ կարամ ես դες բաներ ասեմ։ Ես կարամ միայն ասեմ, որ իմ տղաները չի կարա այտենց բան անել։ Իրանք այս հարցերի երբեք կապ չունեն։ Հայտնի է, որ գյուղապետի ընտրություններից հետո վիճաբանություն է եղել Արտուր Մուրադյանի եւ Հրաչ Մուրադյանի միջև։ Ձեր տղաները այդ ժամանակ մասնակցել են։ Իմ տղաներս չեն մասնակցել այդ իրավիճակին, իրանք չեն եղել։ Տեղեկություն չունեմ դրա մասին։ Ես դες բան չեմ լսել։ Պատրաստվում եք բողոքարկել ոստիկանության գործողությունները։ Իմ տղաներին ես դատապաշտպան եմ ուզեցել եմ դատապաշտպանը զբաղվի իրանցով։ Պաշտպանի միջոցով գնում են կետե։ Դատապաշտպան եք բարձր։ Այո։ Հա, այսինքն բողոքարկելու եք։ Իհարկե։ Արդյունքները թող գա քննության, հենա ստուգել են, հետախուզել են տները, այսօր երկրորդ անգամն է։ Այդ արդյունքներից հետո կերևա, եթե իմ տղաներիս հանգարց փորձեն ինչ-որ բան սարքեն գլխներին, այդ ժամանակ չգիտեմ ինչ կլինի։ Ձեր տղաները հանրապետական են։ Իմ տղաներս հանրապետական չեն։ Ոչ մի կուսակցության չեն պատկանում։ Չեն էլ պատկանել։ Ոչ մի կուսակցության չեն պատկանել։ Եվ պնդում եք, որ նորմալ հարաբերություններ են ունեցել գյուղապետի հետ։ Միանշանակ։ Իսկ այն տղասել աշխատում է Նիկոլի մոտը, որը դաշնակ է, Աբրահամյան Նիկոլի մոտ է աշխատում, բարերար։ Իրա վարորդն է։ Իրենք ցուցմունքներ տվել են։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Ցուցմունք տվել են, դա չեն տվել, տեղեկություն չունեմ։